որտեղ կարդացել էի, որ գրել էիք, եթե չեմ սխալվում, Ծանրամարտի ֆեդերացիայի նկատի ունեիք, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եկավ ֆեդերացիայի նախագահ, հիմա էլ իրենք փորձելու են ֆեդերացիայի նախագահ, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ նույնպես նշանակել որևէ մեկին, ով իրենց թիմի անդամ է, ինչ եք կարծում, նման բան հնարավոր է, թե չէ։ Ձեր հարցին պատասխանեմ, նման բան այս երկրում հնարավոր է, իհարկե կարող է լինել, բայց մենք դեմ ենք աշոտցիներս, որովհետև իրանք նախ եւ առաջ նախարարությունը, որի ղեկավարությունը, սպորտային նախարարության ղեկավարությունը կուսակցական են, իրանք մեզ ասում էին, քննադատում էին, որ չպետք է քաղաքականացնել սպորտը, այսինքն ասում էր նախարարը, որ սպորտը պետք է սպորտ լինի, եթե այդպես է, ինչու էին իրենք Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ նշանակում, թե հրամցնում, որ ընտրեն կուսակցությունից, իրենց ԿՊԱ-կան կուսակցությունից, դա առաջինը, երկրորդը, եթե իրանք բերեն իրենց թեկնածուին, կան մարդիկ, ովքեր ուզում են բերեն ֆեդերացիայի նախագահ կուսակցական մարդկանց, ես լիովին դեմ կլինեմ պատճառաբանելով այդ հենց իրենց իսկ խոսքերը, որ սպորտը պետք է սպորտ լինի, չնայած սպորտը չի կարող լինել ոչ քաղաքականությունից դուրս, քանի որ ես կրում եմ պետության գերբը, քանի որ նաև Ադրբեջանը հսկայական միլիոնավոր դոլարներ մոտ 14-15 միլիոն դոլար է տվել միջազգային դահուկային ֆեդերացիային սպոնսոր ճանաչվելու համար, այդ երկրի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի իրենց պետությունը ճանաչեն, սաղս գիտենք, որ ինչ երկիր է, ինչ պետություն է Ադրբեջանը, իսկ նաև աշխարհում բոլորը գիտեն, թե Հայաստանն ինչ է, հազարամյակներ, տասնյակ, հարյուրավոր հազարամյակներ ստեղ ապրել ու գոյատևել է հայը, ստեղ գյուղեր կան, որոնք 6000 տարեկան են ու հայի գենը շարունակել են, իսկ դա այլ թեմա, իսկ եթե վերցնենք, որ նրանք ստիպելով չեն կարողանա, ես ամեն ինչ կանեմ, ինձ հետ կան նաև ֆեդերացիայի բազմակի անդամներ, ովքեր դեմ են կուսակցականացնել սպորտը։ Ասեցիք Ադրբեջանի մասին, նշեցիք, մենք ունենք հայ մարզիկներ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են ձմեռային օլիմպիական խաղերին, ձմեռային սպորտաձևերի այլ մրցաշարերի, ես վերջերս Գագիկ Սարգսյանի ուղիղ հեռարձակումից հետո սկսեցի նայել, թե Ադրբեջանը այս տարի ովքեր են ներկայացնելու ձմեռային օլիմպիական խաղերում եւ գտա երկու մարզիկի, որոնք ազգությամբ ադրբեջանցիներ չեն, եթե մեկը ավստրիացի է, մեկը կիպրացի, եթե ճիշտ եմ հիշում, Գեղասահորդը։ Մենք առաջ ենք գնացել այսքան տարիների ընթացքում մեր մարզիկներին ուսուցանելով, թեկուզ այս կլիմայական պայմանները հաշվի առնելով, որ Հայաստանը ձմեռային սպորտի երկիր չէ, չնայած ինչ որ հատվածներում մենք ունենք նման հնարավորություններ, ինչ եք կարծում, մեզ կարող են կոնկուրենտներ լինել ադրբեջանցիները այդ թեկուզ գնված մարզիկներով։ Դահուկավազքում իրենք չունեն գնված մարզիկ, Ադրբեջանը ես դեռ 70 թվականներից դահուկային սպորտում եմ, ոչ մի անգամ չեմ տեսել, որպեսզի Ադրբեջանը նույնիսկ մասնակցի ՍՍՀ առաջնություններին ու ՍՍՀ ժողովուրդների սպարտակիադաներին, մենք դեռ ծիծաղում էինք այն ժամանակ, որ Ադրբեջանը եւ Թուրքմենստանը կարծեմ բոյկոտել են սպարտակիադան։ Դեռ Պեկինում էր, թե որտեղ ես նկատեցի մեր հետևում նստած, թե երկուս էլ այով ենք սկսվում, իրար կողք ենք նստում բացմանը տարբեր տեղեր, նստած էին ինձպես կամ եվրոպական դիմագծերով մարզիկներ, ովքեր կրծքերին կրում էին Ադրբեջանի դրոշը եւ գերբը, ես իրենց հարցրեցի, իրենք ասացին, մենք չենք հասկանում ինչ ես ասում, ես մի երկու բառ ռուսերեն եւ մտածեցի, եթե ադրբեջանցի են, դիտմամբ հարցրեցի, հետո դարա մի քիչ խոսում եմ, կիսատ պրադ անգլերեն, գերմաներեն, դարա իրենց հարց տվեցի, իրենք ասացին, մենք ավստրիացիներ ենք, լեռնադահուկորդներ, իսկ այդպիսի ընթացք սպորտը զարգացնել իր երկրում, դա ամենամեծ սխալն է, դու պետք է առաջի հերթին ներդնես քո երկրում, բայց այդ երկրում ձուն չկա, տրադիցիա չկա, իսկ Հայաստանում մանավանդ Աշոտսկում
կարելի ասել արդեն 100-ամյա տրադիցիա կա։ Մենք համահայկական ձմեռային խաղեր նույնիսկ ունենք տեսապաստառես տարվա։ Ձմեռային խաղեր, երկրորդ խաղերն են, միշտ հաղթել են մեր մարզիկները, մեր դահուկորդները, ցավոք այնքան massայականություն չի վայելում ձմեռային խաղերը, քիչ են, բայց որբեսի massայականություն վայելի մեր մոտ ձմեռային խաղերը եւ դահուկային սպորտաձևերը, որոնք ունեն մեծ տրադիցիա Հայաստանում, հիմա կասեմ ճագերտներից կբացեմ ինչու է, դա ասում եմ, օրինակ Աշոցքում արդեն երեխաներ կան, ովքեր իրենց պաբի հայրը զբաղվել է դահուկներով։ Սերնդեսերունդ կա, գենը ձևավորված կա, մնում է միայն պետական աջակցություն, որը ցավոք սրտի լիովին Աշոցքում բացակայում է, մի քիչ աշխատավարձ 100,000 դրամ համայնքային համայնքն է տալիս ինձ եւ ալային, որը մենք այդ մեծ մասամբ այդ ամբողջ գումարը ներենք դնում վառելիքի դահուկուղին պատրաստելու վրա եւ ստեղ տակասնելու պայմաններ ստեղծելու, սակայն պետական աջակցություն նախարարության կողմից չունենք, նախարարությունը արդեն 30 տարուց ավել Գյումրիում պահում է ձմեռային ձևերի մարզադպրոց, որը ունի եւ բարձր արդյունքներ, չունեն որոշակի արդյունք, բայց դա իրենց գործն է, ես դա չեմ ուզում շեշտել, բայց բանը նրանումն է, որ դիմելով նախարարություն, դեր Գիլոյանից առաջ եւ հիմա Հասմիկին, փոխնախարարներին մեր սպորտի գծով, նրանք միայն խոստումներ են տվել, Գիլոյանը մենակ խոստումներ տվեց, ոչինչ չերեց, որ այստեղ կբացեմ մարզադպրոց, ես օրինակ էի բերում, որ ինչպես չի կարելի միտեղ մարզադպրոց բացել, եթե կան բնակլիմայական հիանալի պայմաններ, կա սեր բնակչության կողմից այդ սպորտաձևի նկատմամբ եւ կան մեդալներ, որոնք շահել են մեր մարզիկները, մենք առանց պետական նախարարության աջակցության աշխարհի չեմպիոն ունենք աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ, բազմագի անգամ աշխարհի երիտասարդների առաջնություններում մեր մարզիկները գրավել են լավագույն տասնյակում, դա շատ մեծ արդյունք է, բազմագի անգամ հաշվենք, որ նորվեգների, ռուսների, ֆիների, շվեդների, գերմանացիների, շվեյցարացիների, ամերիկացիների մոտ բյուջեն դահուկային միլիոնների է հասնում, իսկ մեր մոտ մինուս միլիոնների, մենք նրանց հաղթել ենք բազմագի անգամ, եղել է, որ ամբողջ Ռուսաստանի թիմին մեր մարզիկները հաղթել են, մենք ուսանողական խաղերի բրոնզ ենք նվաճել, պարաօլիմպիկ ուսանողական խաղերի բրոնզ ենք նվաճել, հսկայական քանակությամբ մեր մարզիկները գրավել են մրցանակային տեղեր Ռուսաստանի առաջնությունում, երիտասարդների հիանալի տեղեր են գրավել, մրցանակային տեղեր են գրավել Չեխիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իտալիայում, էլ ինչ ես բացատրեմ նրանց, շատ դեպքերում եղել է, որ ես դիմել եմ, խնդրել եմ օգնել մեզ, նրանք ասել են գումար չունենք, ես պատճառաբանել եմ, եթե գումար չունեք, ինչպես կարելի է գումար չունենալ, միտեղ դպրոց պահել, հսկայական գումարներ ծախսելով, իսկ Աշոցքին արհամարել, երևի պատճառը այն է, որ ես կուսակցական չեմ, երևի պատճառն այն է, որ ես չնայած հեղափոխությանը աջակցել եմ ի սկզբանե, բայց ամենավատը հավատն ու սերը կորցնելն է, որը քանի գնում ենքան բազմապատկվում է։ Անդրադառնանք Միքայելի վերջին աղմկահարույց քայլերից մեկին, երբ որ մարզաշապիկի վրա Ադրբեջանի անունը փակել էր, դուք իր հետ եք, չէ՞, կարծում եմ այդ մրցաշարում։ Մենք միասին էինք, քանի որ ես եւ մարզիչն եմ, եւ հավաքականի մարզիչն եմ, եւ անձնական մարզիչն եմ, մենք վաղուց էինք պլանավորել եւ բացի դրանից տուր դեսկին, դա մեծ տուր է, 6 մեկնարկներից բաղկացած աշխարհի գավաթի փուլերից մեկն է։ Այդ փուլերին մենք միասին հրավերք էինք ստացել, որովհետև այդ տուր դեսկի առաջնությունում, խաղարկությունում այդ փուլի բոլորին չէ որ թույլ են տալիս, Հայաստանից միայն Միկան էր թույլտվություն ստացել, մենք գնացինք, իհարկե Միկան այն ձևի լավ հաջող չունեցավ ելույթ, որտեղ տեղահակին նյուանսներ գոյություն ունեն մասնագիտական եւ այլն, եւ Միկան աշճանաբար արդեն ուզում է հեռանալ սպորտից, բեռնվածություններն իջեցրել էր,
բայց այդ մրցման ընթացքում ամեն օր մի սպոնսոր, մի ֆիրմա գովազդվում էր, ովքեր գովազդվում են հիմնականում այն ֆիրմաները, որոնք այն ընկերությունները, որոնք գումար են ներդնում Դահուկային ֆեդերացիային։ Առաջին օրը կարծեմ Լեգրուերն էր այդ հանրահայտ պանիրը, երկրորդ օրը Քոփ խանութների ցանցն էր եւ մի օր էլ առավոտյան իմացանք, որ մեկնարկից առաջ դա համար է, անթև վերնաշաբիկի պես համար է, որի վրա գրվում են սպոնսորները, մեծենատների անունները, գլխավորը եւ այլն, եւ այդ օրը իմացանք, տեսանք, երբ համարները ես գնացի ստացա ժյուրիի մոդից, բերեցի, բացեցինք, որ Ադրբեջան է գրված, մի կան եկավ, տեսավ, սես պապ, այն ամենաուժեղ սկոչով կպծրա։ Մենք է կպծրեցինք, սեցի միք, դեր ես սեցի միք չան, ինպես էրա, որ չտեսնին մինչև մեկնարկը, որ հանգարց չսեն, թե չթողնին, մեզի ավելի լավ էր, պետք էր, մի կանսես թե հետ չէ, ես կեշտամ մեկնարկի, պես կպծրած գնաց, դուխով մեկնարկեց, այդ օրը ինքը բավականին լավ արդյունք ցույց տվեց, որ ամեն տեղ շեշտվում է, որ Միքայելը 72-ներ, դա 72-րդ տեղը չէր, ինքը բավականին առաջ էր այդ օրը, դա ընդհանուր տուրի տեղն էր, քանի որ մենք սպրինտից թույլ ենք, սպրինտում շատ հետ էինք ընկել, դա էր պատճառը, բայց Միկան բավականին լավ քշեց, պայքարեց շվեդների, նորվեգների, ֆիների հետ, մի քանի շվեդի, գերմանացու կրեց, դա մեծ փառք է, որովհետև պարզ է նոնց դոլարները, եվրոները միլիոնավորներ են, մերը 0 է, խեղճ ֆեդերացիան հազիվ ըստեղից ընդեղից 6-7 միլիոն են նախարարություններ տալիս, որը չտվին։ Միքայելը բավականին լավ քշեց, ֆինիշից հետո բացահայտվավ, ժյուրին մոտեցավ ինձ, թե Միքայելը որտեղ է, թող գա մեր մոտ, Միկան, ես ասացի, որ հետ վարժանքի է գնացե, Միկան եկավ, գնաց, հետները արդեն ինքը ամեն խոսեց, բայց ամենահետաքրքիրը նա է, որ եվրոպացիք շատ պարզ հասկացան մեզ։ Ես հետո այնտեղ մրցումային ճաշարան, թե ինչ նստած խոսում էինք, իրենք ինձ ասեցին, որ Արթուր ջան, մենք ձեզ հասկանում ենք, մենք գիտենք ձեր պատմությունը, մենք գիտենք իրականությունը, բայց ցավոք սրտի այդ պետությունը փող է տվել եւ այդ փողի համաձայն մենք ոչ ոք իրավունք չունի փակել այդ բանը, մենք կտուգանենք, ես ասեցի ձեր գործն է, բայց ես էլ իրենց հագասական հարց տվեցի, թե նախ եւ առաջ ինչու չկա մրցատարածությունում Հայաստանի դրոշը։ Հենց այդ մրցատարածությունում բոլոր մասնագից պետությունների դրոշները կախված էին, մերը չկա։ Իրանք երեսից նայեցին, երևի մինչև հիմա որ տուգանքի գումարը նշված չէ, երևի պատճառն է դե, որ ես ասեցի ինչու մեր հայկական դրոշը չկա։ Չեն տվել, հա, ու բացի դրանից ես իրենց ասեցի, որ ինչու պետության անուն, իրենք սինդիկ որպես պետության անուն չէ, ինչ որ արևի երգիր, ես ասեցի, ես չեմ հասկնա, պետության անուն պետք է ռեկլամ չեղնի, դա արդեն անհավասար դիրքում է դնում մարդկանց, դա հավասարություն չէ, պետք է լինի ոչ թե պետության անուն, այլ ֆիրմա, եթե այդ ֆիրմեն էլ եղել են դեպքեր, որ փոքր տառերով տագը գրել են, ասենք թե ինչ որ շվեյցարական ժամացույցի կամ ինչ որ մի բան, տագը փոքր տառերով գրվում էր, իսկ ստեղ մեծ տառերով գրել էին սկզբից պետության անունը, հետո փոքր տառերով դա իմ կարծիքով արդեն դա խախտում է։ Վերջին հարցս վերաբերվում է մեր մարզիկներից Ալպյան Լեռնադահուկային սպորտաձևի Գլեբին, ում 2 օր առաջ եմ իր հետ խոսել, ասաց, որ իրեն մարզիչները տեղեկացրել են, որ ինքը չի մասնակցելու այս օլիմպիական խաղերին, իր փոխարեն այլ մարզիկ է մասնակցելու, ինչ կարաք ասեք այս մասին։ Ես տեղյակ եմ այդ իրավիճակից, Գլեբը ստեղ մաքուր խոսակցություն այն հարցն է դրվել, որ բոլոր մարզիկները
ավելի լավ կլինի մեր Հայաստանում ծնված, Հայաստանում մարզված, Հայաստանում հասած այդ իրավիճակին մարզիկը գնա օլիմպիական խաղեր, քանց դրսից։ Կլեբը բավականին ուժեղ մարզիկ է, մենք ինքը բավականին լավ քշում է համեմատական, բայց քանի որ նա դրսի մարզիկ էր, մենք մարզիչներով որոշում կայացրինք, որբեսի մասնակցի տեղում ծնված, տեղում, որովհետև եթե տեղի մարզիկին մենք չօգնենք, դրսինին միշտ հրավիրենք, մենք կդառնանք Ադրբեջան։ Շնորհակալություն։ Hi everyone, I'm in Ashotsk, Armenia in the heart of winter covering our ski Olympians, and this video report is free for everyone. The Armenian report is fully reader funded and your monthly support helps us bring stories like this from Armenia and the diaspora. If you can, consider becoming a monthly supporter and help keep independent Armenian journalism alive.